Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 18-րդ գլուխ։ Երբ Սավուղի հետ խոսիլը ավարտեց, Հովնատանի անձը Դավիթի անձին կապեցավ, ու Հովնատան իր անձին պես սիրեց այն։ Նույն օրը Սավուղ զայն արավ ու չթույլատրեց, որ իր հոր դունը վերադառնա։ Հովնատան Դավիթի հետ ուխտ կնքեց, քանի որ իր անձին պես կսիրեր զայն։ Հովնատան իր վրայի բարեկոդեն մերգացավ եւ զայն իր վերարգուն, մինչև անգամ իր սուրը աղեղն ու կոդին Դավիթի տվավ։ Դավիթ ամեն դեղ գերտար, ուր որ Սավուղ զինք կղրգեր եւ իմաստությամբ կվարվեր։ Սավուղ զինք բادرազմիկներուն վրա նշանակեց, անամբողջ ժողովրդին հաջելի էր, Սավուղի ծառաներուն ալ հաջելի էր։ Սավուղ գնախանցի Դավիթի։ Երբ Դավիթ փղշտացին զարնելեն գվերադառնար եւ զորքերը գուկային, Իսրայելի բոլոր քաղաքներեն գիները երկելով ու բարելով դուրս ելան Սավուղ թագավորը թիմավորելու, թմբուկներով, ուրախությամբ եւ ձնձղաներով։ Խայդացող գիները գխմբերքեին ու գսեին. Սավուղ իր հազարավորները զարգավ եւ Դավիթ իր փյուրավորները։ Սավուղ շատ փորփոքեցավ, այս խոսքը իրեն անհաջո եղավ եւ ասավ. Փյուրավորները Դավիթի դվին, իսկ հազարավորները ինձի դվին։ Հիմա թագավորութենեն ուրիշ ինչ կբացի անոր։ Այդ օրենը սկսյալ Սավուղ ձուր աչքով գնայեր Դավիթի։ Հետևյալ օրը Աստուծմե չար ոգիմը Սավուղը համագեց ու դան մեջ մարգարեություն արավ։ Դավիթ ուրիշ օրերու պես իր ցերկով քնար գնվակեր եւ Սավուղի ցերկը նիզակ մգար։ Սավուղ նիզակը նետեց ասելով. Դավիթը բադին պիտի կամեմ, բայց Դավիթ երկու անգամ անոր արջևեն խուսափեցավ։ Ուստի Սավուղ Դավիթեն գվախնար, քանի դերը անոր հետ էր, բայց Սավուղեն հերացեր էր։ Սավուղ զայն իր կովեն հերացուց եւ զայն հազարաբետ նշանակեց, ուստի ան ժողովրդին արջևեն գելեր ու գմտներ։ Դավիթ իր բոլոր ճամփաներու մեջ իմաստությամբ գվարվեր եւ դերը անոր հետ էր։ Սավուղ անոր այնքան իմաստությամբ վարվիլը դեսնելով անգե գվախնար։ Ամբողջ Իսրայելն ու Հութան Դավիթը գսիրեին, որովհետև անիգա իրենց արջևեն գելեր եւ գմտներ։ Սավուղ Դավիթի ասավ. Ահա իմ մեծ աղջիկս Մերովը քեզի պիտի դամ իբրգին, միայն թե դու ինձի համար գդրիչ եղիր ու դիրոջ բادرազմները մղե։ Արտարև Սավուղ ինքն իրեն գսեր. Իմ ցերկս թող չլա անոր վրա, հաբա փղշտացներուն ցերկը թող լա անոր վրա։ Դավիթ Սավուղի ասավ. Ես ով եմ եւ իմ ցանկս կամ հորս ասկադոմը Իսրայելի մեջ ինչ է որ թակավորին փեսալամ։ Երբ Սավուղի աղջիկը Մերովը Դավիթի պիտի դրվեր, Մաուլացի Եթրիելի դրվեցավ։ Դավիթ կամուստանա Սավուղի աղջիկին հետ։ Սավուղի աղջիկը մեղքող գսիրեր Դավիթը։ Երբ Սավուղի իմացուցին այս բանը անոր հաջելի տվեցավ։ Սավուղը ասավ. Ես զայն անոր դամ, որբեսի անոր որոքայթ ըլլա ու փղշտացներուն ցերկը անոր վրա ըլլա։ Ուստի Սավուղ Դավիթի ասավ. Ինձի այսօր երկրորդ փեսա եղիր։ Սավուղ իր ծառաներուն հրամայեց, որ Դավիթի հետ ծածկապար խոսին եւ ասեն. Ահա թագավորը քեզ մեկ ախորժի, ու անոր բոլոր ծառաները քեզ գսիրեն, ուստի հիմա թագավորին փեսա եղիր։ Սավուղի ծառաները այս խոսքերը Դավիթի ագանչներուն ասին։ Դավիթ ալսավ. թագավորին փեսա ըլլալը բզդիկ բան գտվի ցեզի, քանի որ ես թշվար եւ աննշան մարդ մնեմ։ Սավուղի ծառաները իրեն իմացուցին ասելով. Դավիթ այս կերպով խոսեցավ։ Սավուղը ասավ. Դավիթի սա ասեք. թագավորը ովևէ օժիտ չուզեր, բայց միայն փղշտացներեն 100 թլիպ, որբեսի թագավորին թշնամիներեն վրեժ առնվի։ Սավուղ գխորեր Դավիթը փղշտացներուն ցերկը մատնել։ Երբ անոր ծառաները այս խոսքերը Դավիթի իմացուցին, Դավիթի հաջելի տվեցավ, որ թագավորին փեսա ալա։ Ուստի օրերուն լրանալեն առաջ Դավիթ կանգնեցավ իր մարտոցով գնաց եւ փղշտացներեն 200 մարդ զարգավ։ Դավիթ անոնց թլիպները բերավ ու զանոնք լման թագավորին դվին, որբեսի թագավորին փեսա ալա։ Սավուղ իր աղջիկը մեղքողը դվավ անոր իբրգին։ Երբ Սավուղ դեսավ ու հասկացավ, թե դերը Դավիթի հետ է, եթե իր աղջիկը մեղքող զայն գսիրե, Սավուղ ալ ավելի վախցավ Դավիթեն։ Սավուղ ընդմիշտ Դավիթի թշնամի եղավ։
Փղշտացներու իշխանները դուրս ելան ու անոնց ելելեն յետ Դավիթ Սավուղի բոլոր ծառաներեն ավելի իմաստությամբ կվարվեր ուստի անոր անունը շատ հրճագավոր եղավ Փառք ես Տեր Աստված մեր ամեն